Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի ներկայացուցիչ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է, բարի երեկո պարոն Սուրենյանց, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ, Շնորհակալություն։ Տեսակ զորահանդես էին անում, բերել էին ինչ-որ մարզերից մարդիկ էին բերել, թամաշան ապահովել էին, ներկայացնում էին ինչ-որ ձեռք բերված զենքեր, բայց ոնց հասկացա, այդ հայտնի սուերը չէին ներկայացրել, հիշում եք, չէ, որ գնել էր Նիկոլ Փաշինյանը, բա դա ինչի չէին ներկայացրել։ Իսկանդերը հասկացանք, որ չէին ցուցադրում, կարծես թե որքան հասկացա։ Բա սուերը ձեռք էր բերել, չէ, 44-օրյա Նախ սա նախընտրական դեկորացիա է, դրա մասին մենք բազմաթիվ անգամներ ասել ենք։ Առնվազն տարակուսելի է նման զորահանդեսի անցկացումը, երբ որ խեղճացածի, պարտվածի, նվաստացածի, Ալիևի վասալի կարգավիճակից երկիրը դուրս չես բերել։ Եվ չկա էլ հաստատված խաղաղություն, բայց վախենում ես օրինակ թշնամի բառը օգտագործել։ Այդ զորահանդեսի ժամանակ։ Պայմանական, այո, հակառակորդ Երկրորդը սա թույլատրված զորահանդես է, այսպես կոչված, այսինքն հիշում եք, չէ, Նիկոլ Փաշինյանը ասում էր արտաքին գործընկերներին համոզել ենք, որ սրա մեջ բան չտեսնեն, ռազմատենչություն, ագրեսիվ նկրտումներ։ Հա, որ Ալիևը չջղայնանա։ Այսինքն ամեն ինչով սա բեմականացված մի միջոցառում է, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը հույս ունի ավելացնել ինչ-որ քվեներ սպասվող ընտրությունների շեմին։ Ամենայն հարգանքով օրվա խորհրդի եւ տոնի հանդեպ, սա մեր պատմության ամենակարևոր օրերից մեկն է։ Մեր գլխավոր տոնը անկախության օրը, գիտեք, որ սեպտեմբերի 21-ն է, եւ ընդհանրապես մեր զորահանդեսները այդ օրն են անցկացվել, որտեղ երկրները ունեն գլխավոր տոն։ Հիմա մեր մոտ գլխավոր տոնը անկախության օրը սեպտեմբերի 21-ն է, այսինքն ամեն կերպ հարմարեցված էր այս նախընտրական օրացույցին, եթե այսօրն էին նշում, որ նախընտրական քարոզչության այո, այսինքն եթե օրինակ ընտրությունները լինեին սեպտեմբերի 23-24-ին, սեպտեմբերի 21-ին կանցկացվեր այս զորահանդեսը, գիտեք, էլի ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե այդքան գրեիկ տոնով, այդ գրեիկ ոճաբանությամբ հակադրության մեջ չդրվեր այս պարտված ողնաշարը կոտրված բանակը, այսինքն սա չդրվեր գերադրական առավելության մեջ այն հաղթական բանակի հանդեպ, որ ունեցել ենք մինչև 2020 թվականի պատերազմը։ Նման ձևով պատմությունը ուրանալ ու վերջին զորահանդեսներից մեկը 16-ին ենք ունեցել, դրանից առաջ ասենք Վազգեն Սարգսյանն է զորահանդես արել, այսինքն այն ժամանակ մենք հա, տեսեք ովքեր էին ընդունում այն ժամանակ պարադաշքերթը ովքեր էին անցկացնում ու հիմա նայում ես ովքեր են սրանք։ Ընդհանրապես արդեն բարոյականության խնդիր է, ռազմագերի ունենալու պարագայում զորահանդես անելը, մանավանդ այդ ռազմագերիների շարքում գեներալներ կան, որոնք մեծ ծառայություններ ունեն բանակի կայացման, զինված ուժերի ամրապնդման գործում։ Սա էլի եմ կրկնում, ոնց որ բոլոր միջոցառումները իրա ծառայեցվում են ընդամենը մեկ նպատակի, փորձում է լուծել իր վերարտադրության խնդիրը։ Հիմա ինչ ժողովուրդը որ տեսնում է պարադա լինում, այն էլ էս խեղկատակ էս բեմականացումը ժողովուրդը նենց իրան ձայնա տալու։ Գիտեք, եթե մենք ժողովուրդը չգիտի ով է պատերազմ հրահրել, ով է Արցախը հանձնել, ով է Հայաստանի տարածքները հանձնել, պարադեսանում, փոխարենը Ադրբեջանին ասա զորքը հանի Հայաստանի տարածքից։ Եթե պետականության գիտակցում ունենա հասարակությունը, նմաններին կվռնդի ընդհանրապես կամ կուղարկի բանտեր, որովհետև այս մարդիկ իրենց տված որևէ խոստում ոչ միայն չեն կատարել 18 թվից սկսած, այլ շատ լուրջ բաների մեջ են մեղադրում։ Ըստ էության հայրենիքի գողեր են, որոնք կործանել են Արցախը, Հայաստանի անվտանգության համակարգը, կորցրել են Հայաստանի սուվերեն տարածքներ, որևէ կերպ պետականություն, բանակ, զինված ուժեր կատեգորիայի հետ կապ չունեն։ Հետո աբսուրդ է, չէ, որ բանակում բանակային հանցագործություն կատարած մեկը ղեկավարում է պաշտպանական գերատեսչությունը։ Սա ծաղրել չի, սա չգիտեմ ինչ է։
Բոլորի կյանքում կարող են Ոնց, հանցագործություններ բա ունենալ։ գլխավոր շտաբի պետը, որը ասում էր ադրբեջանցիները կսովածանան կգնան, ինչ էր Դե դա ասում, չէ, կհեռանան հայրենիքից այդ անհայրենիք Ասարյանը թափթփուկ ու է ասենք այդ մարդը։ պատկերացնում եք Այդ մարդը նույնիսկ ողորմելի է, անհայրենիք թափթփուկ է, որովհետև եթե մեկը արցախյան ծագում ունենալով, արցախցի լինելով համաձայնվում է այս իշխանության հետ գործակցության, ես բազմաթիվ արցախցի ընկերներ ունեմ։ Հայության արցախյան հատվածը հրաշալի խիզախ արդարամիտ մարկանցից է բաղկացած, բայց երբեք ու երբեք չեմ կարող համակերպվել արցախցի Նիկոլականի հետ, որտեղ ինձ թվում է դրանից վատ մարդ բնության մեջ չի կարող լինել։ Այդ նույնն է, որ դու բարեկամության ձեռք մեկնես քո ծնողների օջախի ծնողների իշատակը օջախը պղծած մեկի հետ։ Դրա համար ես ասում եմ, այդ մարդու որևէ ասած բան մեկնաբանությունից դուրս է իմ համար։ Ես նույնիսկ անկեղծորեն, եթե անուն ազգանունը չտակ, չեմ էլ հիշի ում մասին է խոսքը, նման գործ շտաբի պետ, միջակություն։ Մենք չենք ունեցել։ Մի ժամանակ օրինակ հայտնի քաղաքական գործիչները, օրինակ ես շտաբի, գլխավոր շտաբի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին ճանաչում ենք, որտեղ դրանք խարիզմատիկ պատերազմի բովով անցած կամ պատերազմում շատ մեծ դերակատարություն ունեցած մարդիկ էին։ Հիմա գետինը մտնելու բան է։ Օրինակ գլխավոր շտաբի պետ է եղել Նորատ Տեր Գրիգորյանը։ Ու համեմատեք այս թափթփուկի հետ։ Պաշտպանության նախարարը եղել Վազգեն Սարգսյանը, համեմատեք այս թափթփուկի հետ։ Սու 30-ը ցույց չէր տա, նախ որովհետև նկարվում էր բաները։ Նախ որովհետև էլի հիշեցնելու ենք, որ նա ֆոտոսեսիայի համար այդքան շատ փող է ծախսել, եւ երկրորդը սու 30-ը իր այսօրվա նարատիվներին դեմ է ցուցադրել, ինքը հակառ Ռուսաստան է, չէ՞, սարքել Հայաստանը։ Հիմա պետք է ցույց տա սպառազինություն, որը ձեռք է բերել իբր Ռուսաստանին հակադրվելով։ Իդեպ այսօր մի ուշագրավ բան ասել է, որ 2022 թվից մեզ սկսեցին սպառազինություն տալ ու դա կապել է հոկտեմբերի 6-ի Պրահի հայտնի քառակողմ հայտարարության հետ։ Այսինքն սա ինքնախոստովանություն է, որ մի երկու մանր մունր սպառազինություն ես ձեռք եմ բերել Արցախը կործանելու դիմաց։ Բայց այդ սպառազինությանը կանդրադառնանք, գուցե ամեն դեպքում սպառազինության մի մասը, գոնե ֆրանսիականը, ես հիշում եմ որոշ մասը, Ուկրաինան հրաժարվեց այդ սպառազինությունից, բերեցին այստեղ։ Ինչևէ, բայց դրան չանդրադառնանք հիմա։ Այսօր առավոտյան արդեն վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Թրամփը շնորհավորել է հանրապետության տոնի կապակցությամբ եւ մեջբերեմ Թրամփի խոսքերը, որպեսզի հեռուստադիտողներն իմանան, նախ այնտեղ գովում է Փաշինյանին իմ հրաշալի բարեկամը, առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ հարուստ եւ շատ անվտանգ, Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության բարգավաճման իմ տեսլականը, իմ Թրամփի տեսլականը։ Թրամփը նաև հիշեցրել է պետքարտուղար Ռուբիոյի այցը Հայաստան, նշելով նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին հիմք կդնեն թրիփի համար, որը կվերափոխվի Հարավային Կովկասը եւ կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։ Այս պատճառներով Նիկոլն ունի իմ աջակցությունը, այս պատճառներով հենց նշում է, որ պատճառներով այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 26 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Ասել է Թրամփը, դա նաև Ռուբիոն է, Մարկո Ռուբիոն պետքարտուղար հայտարարություն արել, ասելով, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են երկարատև լճացումից հետո, չգիտեմ լճացումը ինչ նկատի ունեն։ Հիմա եկավ 40 րոպեով
կնքեց այդ պայմանագիրը, բայց մինչև կնքելը պայմանագրին անդրադառնալ, նախաստորագրել, մինչև դրան անդրադառնալը եկեք խոսենք Թրամփի այս հայտարարության մասին։ Շնորհավոր։ Մի քանի դիտարկում ուրեմն անեմ, երջանիկ զգացողություն ունեմ, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանի գոնե անունը արդեն Թրամփը կարում է հիշի։ Գրավոր է, ստուգած կլինի։ Գուցե գրել են, այո։ Ստուգած կլինի։ Սա մեկ, երկրորդը Թրամփը հաստատուն կերպերով Նիկոլասման ճանապարհին է գտնվում։ Այսինքն համաշխարհային հանրության աչքերում, լուրջ մարդկանց աչքերում մի Նիկոլ Թրամփն է։ Իր ցեղասպան խելագար քաղաքականությամբ։ Բայց կներեք, Թրամփին ինչ, Թրամփը իր երկրի համար շատ կարևոր բան էր փոխել։ Դուք տեքստը շատ շնորհակալ եմ, որ մեջ բերեցիք։ Տեքստում ձեր հիշատակած, դա X բլոկում տեղադրված տեքստ է, եթե չեմ սխալվում, որևէ խոսք չկա Հայաստանի տնտեսական բարգավաճման մասին։ Որևէ խոսք չկա Հայաստանին տրվելիք կամ խոստացվող անվտանգության երաշխիքների մասին։ Թարապես թրիփը Հայաստանի մասին չի, հենց Թրամփի այսօրվա տեքստից։ Այսինքն նա Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնում Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Ռուսաստանին եւ Իրանին շրջանցելով Եվրոպա հասցնելու համար, այլ խոսքով ասած, այս տեքստից տպավորությունն է, որ գործ ունենք իշխանություն Սյունիքի դիմաց գործարքի հետ։ Այսինքն Թրամփը երաշխավորում է իշխանություն Նիկոլ Փաշինյանին, որի դիմաց Սյունիքի մի զգալի հատված, ամենաստրատեգիական հատվածը դառնում է ամերիկյան շահերը սպասարկող տրանզիտ։ Որևէ մեկը, եթե մեջ չի համաձայնի, թող 2-3 անգամ այս կարճ տեքստը ընթերցի։ Նա ասում է ինչ պատճառով միատ Հայաստանի վերաբերվող պատճառ ասել։ Ասում է այս պատճառով Նիկոլն Հայաստանի վերաբերվող որևէ պատճառ չկա, բայց մի բան եմ ուզում այնուամենայնիվ նկատել, որը երեք շատ դիպուկ նկատել էր Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Եթե ամերիկյան վարչակազմը այնուամենայնիվ շատ վստահ լիներ Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում, կհամբերեին ընտրությունների ավարտից հետո շատ ավելի հանդիսավոր ոչ տրանզիտային այցի շրջանակներում կնախաստորագրեին այդ փաստաթուղթը, հա։ Իրենք անշրջելիության որոշակի կետի process-ը հասցնելու խնդիր ունեին եւ դա շատ արագ արեցին ընտրություններից մի քանի օր առաջ, գուցե հիմնավոր են մտավախությամբ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել։ Դե բնականաբար, այսինքն իրենք ուզում էին այդ թուղթը ունենալ, դրա համար արագ եկավ Ռուբիոն, վաղը Նիկոլը չլինի, չընտրվի մի քանի օրից, չվերարտադրվի, բայց իրենք պետության հետ կնքեցին։ Իհարկե, որևէ նոր իշխանություն չի կարող, իրենք ստացան փայլուն գործարք արեցին։ Ասում եմ իշխանություն Սյունիքի դիմաց, գոյեն Գույք պարկի դիմացը շատ են, չի ասում, սա իշխանություն գործարքի դիմաց բանաձև է, հակապետական եւ ինձ հետաքրքիր է այսօր մեր ռեգիոնի շատ ազդեցիկ ու մեզ շատ բարեկամ մի երկրի համար Թրամփը ասոցացվում է, ամենավատ ասոցիացիաներն առաջացնում այդ երկրում։ Խոսքս Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Կարող է հետո պարզվի, որ Ռուբիոյի եւ Միրզոյանի այդ 40-45 րոպեանոց հանդիպան ժամանակ Իրանի հետ կապված ինչ-որ երաշխիքներ են ամերիկացիք ստացել Հայաստանից։ Որ ինչ։ Ես չգիտեմ։ Ինչ։ Բոլոր հարևան երկրներին տրամադրում են Իրանի դեմ, ճիշտ է։ Երրորդ պատերազմին են կարծես թե պատրաստվում, երրորդ գործողություն։ Ինչ Հայաստանը պետք է օգտագործի Ես այս իշխանությունից ամենից սպասում եմ։ Բայց այնքան կներեք անհաշվենկատ, անհեռատես լինես, որ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում քո քոսոտ իշխանությունը վերարտադրելու համար երկիրը աշխարհակաղակական մանրադրամի վերածես։ Բայց այսօր Թրամփի ծրագրերի մեջ տեղավորվելը, իսկ Թրամփը այդ մասին է գրում։ Ինքը պարզ ասում է, չենք աջակցի, հենց ասում է այս պատճառով, որ այո, ապրեք։ Այո։ Բայց Թրամփի ծրագրերի մեջ տեղավորվելով նշանակում է դու գրեթե մեխանիկորեն ավտոմատ դառնում ես
հակա-իրանական գործոն։ Հələ հակա-ռուսականի մասին չասեմ, այդ շատ վաղուց բացահայտված մի բան է, բայց այսինքն դու պատրաստակամություն ես հայտնել, հակառակ պարագայում նման փաստաթուղթ հետդ չէին ստորագրի, օժանդակել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ Իրանի մեկուսացմանը։ Շատ պարզ է։ Բայց այդ դեպքում ինչու ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը որևէ ձևով չարձագանքեցին։ Ռուսաստանը շատ TPS նախաստորագրման արձագանքել է։ Ինչն է, դե հիմա չեն արձագանքի, որովհետեւ իրանք լուրջ պետություններ են, իսկ TRIP-ը անկախ նախաստորագրություններից մշուշների մեջ տաղված մի պրոյեկտ է։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական բոնուսներ են տալիս։ Իրանական հակամարտության հնարավոր երկու լուծումների դեպքում, ամենահնարավոր երկու լուծումների դեպքում TRIP-ը իրականություն չի դառնալու։ Այսինքն, եթե Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ստրատեգիական պլանը դառնա իրականություն, օրինակ, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ռեժիմ կամ սահմանադրական կարգ փոխվի, այդ պարագայում TRIP-ը դառնում է անիմաստ, որտեվ այն նախատեսված էր Իրանին մեկուսացնելու համար, եթե այս վիճակը մնա, որում ստրատեգիական հաղթանակ Իրանի Իսլամական Հանրապետությունն է տարել, ուղղակի Թեհրանը թույլ չի տալու իր քթի տակ ամերիկյան ենթակառուցվածքների կառուցում, հիշում եք, չէ՞, ծոցի բոլոր երկրներին չի թիրախավորվել։ Ռազմաբազայի ամերիկյան հետախուզական ցանցեր, ստրատեգիկ էներգա համակարգեր, որոնք Միացյալ Նահանգների շահերն են սպասարկում եւ այլն եւ այլն։ Այդ պատճառով են թիրախավորվել ծոցի բոլոր երկրները։ Իդեպ առաջ այս պատերազմի ժամանակ իրանական վերջին պատերազմի ժամանակ միակ հարևան երկիրը, որը նպատակային կամ հակամայից չի թիրախավորվել, Իրանի եղել է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ կարող եք մոտավորապես ենթադրել ինչու։ Հաստատ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չէ, ոչ էլ նրա քաղաքականության, որտեղ ստեղ կա Իրանի համար խիստ կենսական կարևոր երկրի ռազմական ներկայություն։ Խոսքս Ռուսաստանի դաշտության ռազմական ներկայության։ Պարոն Սուրենյանց, այս նախաստորագրված թուղթը, որ Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը ստորագրեցին, հա, այնտեղ ընդ որում շատ վտանգավոր դրույթ կա, եթե օրինակ, որը ես անվանում եմ նույնիսկ ապագա հաջորդ մեր իշխանությունների համար ծուղակ է լինելու հայ ժողովրդի համար, ապագա իշխանությունների համար, որովհետև այդ պայմանագիրը այնպես է ստորագրված, եթե հանկարծ որևէ կողմ փոփոխության ենթարկի միջազգային լրջ ջագույն սանկցիաների ու ատյանների միջով է անցնելու եւ սանկցիաների տակ է հայտնվելու։ Այսինքն Միացյալ Նահանգները այդքան բանը շատ լավ հասկանում է, սա գնացող է, արագ փոկել են ական են դնում ցանկացած նոր իշխանության։ Իրենք իրենց տեսանկյունից ճիշտ են արել Միացյալ Նահանգները։ Ինչպես Ուկրաինայում Թրամփը ստացավ այդ հազվագյուտ հանածոների, մետաղների, այդ ամբողջ պաշարներից, չէ, ի վերջո ինքը Իվերջո ցանկացած գերտերություն անվտանգային եւ նյութական կոնկրետ շահեր է։ Դա ասում, այսինքն ստացավ իրեն անհրաժեշտ ռեսուրսները, բնական ռեսուրսները, իսկ աշխարհում այդ շահեր կոչվածը ռեսուրսներն են, հենց ռեսուրսների պայքարը։ Հայաստանի հետ այդ ստորագրված նախաստորագրված թղթերում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային համաձայնագիր է նաեւ ստորագրվում։ Սա ինչ է նշանակում։ Ամերիկան Ուկրաինայից ստացավ հանքանյութերը, թանկարժեք մետաղներ, հազվագյուտ մետաղներ, ռեսուրսների իր փայը, հիմա Հայաստանից նաեւ Բնականաբար ինքը ինչ ուզում է Միացյալ Նահանգները ստացավ։ Հիմա հաջորդ ղեկավարությունը Հայաստանի հայ ժողովուրդը ծուղակում է հայտնվում։ Բնականաբար, որովհետև տեսեք, շատ նուրբ հարց եք տալիս իրականում։ Դժբախտաբար Հայաստանը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով այնպիսի ճզմված սուբյեկտություն ունի, որ նույնիսկ չի կարողանում դիմակայել Ադրբեջանի ագրեսիվ պահանջներին, ելուր մնաց ունենալ արկածախնդրություն հակադրության մեջ մտնել, ասենք, գերտերությունների հետ, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ այլն։
Դրա համար էլ Միացյալ Նահանգները շտապեցնում են այս փաստաթղթերի ստորագրումը, որտեղ հրաշալի հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պես երկրորդ արկածախնդիր այս երկրում չկա։ Եվ որևէ նոր իշխանություն, դա կլինի ուժեղ Հայաստանը, դա կլինի Հայաստան դաշինքը, դա կլինի Բարգավաճ Հայաստանը կամ բոլորը միասին, որ ամենահավանականն է կոալիցիայի ձևով, չեն ունենալու այդ արկածախնդրությունն ու ամբարտավանությունը չեղարկելու համար Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այդ առումով այո, Նիկոլ Փաշինյանը եւ նրա արտաքին տերերը ականապատել են նոր իշխանությունների գործնական դաշտը։ Ես ձեր մի քանի հաղորդում առաջ ձեր տաղավարում մի թեթև հույս եմ հայտնել, այսինքն լավատեսական սցենարի թեթև հույս։ Ուղղակի կարող է բարեբախտություն լինի եւ նաեւ մեր հարցերում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կան գլոբալ համաձայնությունների եւ այդ համաձայնությունների շնորհիվ հնարավոր լինի կառավարել այդ ռիսկերը։ Դա ես մտածում եմ մի ժամից ավել հեռախոսազրույց էին Երևան ունեցել, գալուց առաջ Թրամփն ու Պուտինը։ Չէ, ուշագրավ մի բան, այո, Դա բայց նա շատ ուշագրավ բան է։ Դժվար նրանք խոսացած չլինեին Հարավային Կովկասի մասին։ մեջ Ռուբիոն Երևան այցելելուց առաջ տևական հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ։ Այսինքն ակնհայտորեն բնականաբար, քանի որ պիտի իջներ Երևան, նաև հաստատապես այդ թեման է քննարկվել։ Իհարկե, ոնց կարող էին Հարավային Կովկաս չխոսել։ Ես մի փոքր հույս ունեմ, որ ռուս-ամերիկյան հնարավոր համաձայնությունները այդ ռիսկերի մի մասը ձեր նշած քչեզոքացնեն եւ գոնե կարող ենք հույս ունենալ, որ աշխարհակահաղական շահերի բախման կիզակետ չի դառնա Սյունիքը կամ Հայաստանը, շուտ համաձայնություններ ձեր կբերվեն։ Եվ երկրորդ հույսը այն է, որ կրկնում եմ, բայց դա եւ հույսա եւ ռիսկեր է ծնում, որ թրիփը մոտ ապագայում ուղղակի չի կարող իմպլեմենտացվի, այսինքն դրա հնարավորությունը ուղղակի գոյություն չունի։ Այս ստատուս քվոյի պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը ուղղակի դա թույլ չի տալու։ Այսինքն, բայց այս իմ ասած երկու հույսերն էլ նկատեցիք, իշ կարևոր մի առանձնահատկություն ունեին կամ ընդհանրություն։ Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է միտեղ, որ այլևս մեզանից ոչինչ կախված չի։ Իմ նշած երկու հույսերն էլ արտաքին գործոնների կամ գործընկերների հետ է կապված։ Այո, այդ ձեր հարցը ցավոք սրտի ճիշտ է, բայց լավ ընդդիմությունը ինչ ռեցեպտ առաջարկի։ Այս խելագարության կանխավարկածով այնքան անշրջելիության կետերի ենք հասել։ Հիմա էլ մեզ հարց են չէ՞ տալի, որ իշխանական պրոպագանդայի հյուր ենք լինում այդ ԶԼՄ-ների, ասում են հիմա Արցախը Ադրբեջանի մաս համարում եք թե չէ։ Այ եղբայր Արցախը կործանվել, վերջացել է։ Ենթադրենք ասեմ չեմ համարում։ Այսինքն հասկանում եք, չէ՞, որևէ քաղաքական ուժերը չեն ասում հենց այդպես, չեմ համարում, վերջ, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի։ Չեն կարող ասել, այդ դեպքում էլ կասեն խաղաղության բանը, այս գործընթացը վերաբանակցելու, վերախաղարկելու հիմքեր են ստեղծում։ Ինչ ուզում են ասեն։ Մեծ հաշվով չէ։ Ուրեմն այդ հարցին պետքա շատ հստակ պատասխանել։ Ով ասող, ասենք թե Մայկապրուսիկի մասին լացող բանը, Վահագը ինչա դա, Նիկոլը կամ չէ, իրանք ռևիզիոնիստի պիտակ են ուզում փակցնել ընդդիմությանը։ Որևէ կերպ թույլ չպիտի տալ իրանց այդ խաղի տրամաբանության մեջ չպիտի մտնել։ Արցախը ձեզ համար կապ ունի, ձեր թշնամին ինչ անունով է ձեզ կոչում։ Կներեք։ Հիմա ինչ կապ ունի, իրենք երկրի թշնամին են, ինչ կապ ունի, ինչ անուն կտան ինձ։ Կորեն կապ չունի, մի խելագար ծերունի Նիկոլ Փաշինյանին աջակցումա թե չէ։ Խոսքս Թրամփի մասին, հա։ Ընդհակառակը ինձ ավելի է մոտիվացնում երկրում փոփոխություն անել, որովհետև ես ու ինպես բազմաթիվ մարդիկ Հայաստանը ոչ Ռուսաստանի վասալի դերում են պատկերացնում, ոչ Միացյալ Նահանգների վասալի, չնայած մենք ոչ Ռուսաստանի վասալը այս պարագայում, ոչ Միացյալ Նահանգների չենք կարող լինել, որովհետև Փաշինյանը որդեգրված է Ալիևի կողմից։ Հետևաբար ցանկացած այդ միջամտություն, ցանկացած արտաքին բանով, ընդ որում սա բացառիկ ընտրություն է, որ այսքան ցինիկ մեր ներքին գործերին միջամտություն կա։ Ես երբեք չեմ հիշում Հայաստանում, որ
այս կարգի ցինիկ միջամտեն մեր ներքին գործերին։ Հələ տեսեք, այդ Ալիևի ու Թուրքիայի միջամտությունները թողնում են մի կողմ։ Նրանք իրենց վասալն է, բնականաբար ամեն ինչով պետք է աջակցեն։ Մակրոն, Պենս, Թրամփ, Հա ինչ։ Կայակալաշ, չգիտեմ։ Եկեք ասենք Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու վրա ինչ ոնց ազդում։ Չէ, ես միջին վիճակագրական քաղաքացուն ասում եմ։ Ամենաշատը ջղայնացել են, որ Ալիևն ու Էրդողանն ու Հական Ֆիդանն են, Թուրքիան ու Ադրբեջանն են պաշտպանում։ Ես մեր միջին վիճակագրական քաղաքացուն ուզում եմ այնուամենայնիվ մի բան ասեմ, ինչ միջազգային ձեռնարկ Թրամփը ունեցել է, ձախողել է, ում Թրամփը աջակցել է այդ մարդիկ ձախողվել են։ Այդ միանշանակ Օրբանը, Հունգարիայի ղեկավարը։ Գնաց Վենսը 3 օր առաջ ուղղակի գրավոր չաջակցեցին։ Հանրահավաքում մեծ ելույթ ունեցավ եւ այլն եւ այլն։ Հետո մի բան էլ անկեղծ ասեմ։ Անցած ընտրություններում Պուտինի նկարի առաջ Մոն վառելով է Նիկոլ Փաշինյանը ընտրվել։ Այս անգամ Թրամփի նկարի առաջ Մոն վառելով է փորձում վերարտադրվել։ Սրանով իր բարոյականությունն ու հոգեկան եւ քաղաքական անկայունությունը եւ սեփական իշխանությունը պետական շահերից վերդասելը բացահայտվում է ամբողջովին։ Հիշում եք, չէ՞ 21 թվականին նույն կերպ ամեն ձև փորձում էին Պուտինի։ Հիմա էլ է բանանում կխոսենք, հիմա էլ է փորձում գցնել, ինքը վախենում է։ Աստանայում հանդիպում է։ Ձեր համար պարզ չի Ռուսաստանը ինչ անելու։ Ռուսաստանը կարծես թե չի հանի, այլ գուցե ասի, բայց իմ երկիրը ես պաշտպանում եմ այլ ձեր երկրների կամ այլ երկրների արտադրանքից։ Ուրեմն Ռուսաստանը ինչ անելու։ Չափազանց մեծացնում է ժողովրդական լեզվով ասած ստավկեքը։ Նիկոլ Փաշինյանի զրկելով մանևրելու հնարավորությունից։ Այս նախընտրական էйֆորիան նախ այս բաները մեր ժողովրդին ուղղված մեսեջ են, որ այս քաղաքականության շարունակության հետևանքով դուք լրջագույն խնդիրներ եք ունենալու։ Մեր հեռուստադիտողներին ասեմ, որ այս ավանտյուրան եթե շարունակվեց, մեր երկրի հնան ենթադրենք 29 միլիարդը 5 միլիարդը կրճատվելու է։ Շատ արագ, շաբաթների ընթացքում։ Բայց նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վերընտրության պարագայում նախընտրական էйֆորիան անցնելու է, այդ ստավկեքը, որ Ռուսաստանը բարձրացրել է, ինքը խելոք Ռուսաստանի բոլոր պահանջները բավարարելու է, այդ հիմա կարասի տրիլիոն ունենք, միլիոն ունենք, դու այլ լուզեր, որ տրիլիոն միլիոնից ես խոսում, միլիարդից ես խոսում, 8 միլիարդ դոլար քեզ ժողովրդի վզին բանը պետական պարտերը, այդ ինչ փողերից ես խոսում, քեզ այդ փողերը ով է տալու, Մակրոնն է տալու, Թրամփը, հենց գալիս է փող տալու, ասում են մենք գումար չունենք լրացուցիչ, քեզ ընդհանրապես որևէ խոստում չեն տվել։ Բայց համաշխարհային բանկից էլի պարտք է վերցրել, վարկ է վերցրել։ Այսինքն մենակ ենք 170 միլիոն եվրո։ Կազինոյի խաղացողի հոգեբանությունն է։ Միջև բան չի ունենալու տալու, ամբողջ երկիրն է տալու։ Կազինոյը հոգեբան խաղացողի։ Բայց գիտեք, չէ՞ մարզերում ինչ վիճակա, գյուղացիների վիճակը, բերքը խայտարակ վիճակ։ Չի մենակ բերքը, ես կոնկրետ ծաղիկի բիզնեսով զբաղվում։ Ծաղիկը չէ միայն, մրգերը, բանջարեղեն արտադրողները հիմնական շուկան Ռուսաստան։ Ծաղիկի բիզնեսով զբաղվող մի մտերիմ ունեմ, երեք ասում էր, որ ինքը իր ընտանիքը կանգնած են ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ, որտեղ մարդը պետության երաշխիքներին հավատալով բանկից միջոցներ է գեներացրել։ Հիմա ասում է արդեն այս 10-15 օրվա պատճառով ես մեծ պարտքերի տակ եմ հայտնվել, կորցնելու եմ ունեցվածքս։ Դա մասնավոր դեպք չի, համատարած է։ Ծիրան, մրգեղեն, գազը թանկանա։ Այդ արդեն կոլապս կլինի։ Դա արդեն ոչ թե մի քանի տասնյակ հազար մարդիկ կաղքատանան։ Ուղղակի պետությունը կկանգնի կոլապսի շեմին, որտեղ մեր տնտեսական կայունության փուչիկի, ինչ եմ ասում փուչիկ, որտեղ դա ապահովում է տնտեսական թվացial կայունությունը, բացառապես ռուսական էժան գազի շնորհիվ։ Այդ էժան գազի բաղադրիչը հենց անենք, օրինակ գազը դառնա եվրոպական չափանիշ, ինչ որ Պեսկովը երեք ակնարկել էր։ Այնտեղ կարծեմ ամենաէժանը Եվրոպային առաքվող գազերից $640 է, 1000 խորանարդ։ 633-640 ամենաէժան եվրո։ Հունգարիայի ավելի շատ, այսինքն մոտ
$800 մինչև 800-ի սահմանը։ Հիմա տեսեք, այդքան, հա, հələ պատկերացրեք դրանից անգամներով նույնիսկ քիչ բարձրացնեն Հայաստանում համակարգաստեղծ բանա գազը։ Դա շղթայական ռեակցիայով ամեն ինչը թանկանում, աշխատատեղեր են կրճատվելու, այդ արտահանման խոչընդոտներն էլ դրան գումարեք տրանսֆերտների բացակայությունը կամ սահմանափակումն էլ գումարեք, Հայաստանը ուղղակի Հայաստանը կկանգնի ոչ միայն տնտեսական, այլ պետություն ունենալ տնտեսական կոլապսի առաջ, այլ պետություն ունենալ չունենալու դիլեմայի առաջ։ Սա այնքան ակնհայտ է։ Հիմա կերակրում են մեդիա տերորով մի հատ բան կա, չէ, իբր ամեն ինչի մասնագետ մատնի չունենք երկրում։ Տեսեք, հա, երեք մատ էր թափ տալի բանը Պուտինի վրա։ Գազը ազգայնացնենք, չգիտեմ, այս Գազպրոմը էս անենք, այն։ Ազգայնացրեք։ Հա, ինչքան հեծը կարողացան անել, հիմա էլ դա են անում։ Բայց հեծը կներեք, այդ բան վերադա կամ հիմա էլ Հարարացեմենտը Ծառուկյանի։ Հա կներեք, մի բան ասեմ, էլի։ Ժողովուրդը տեղել են ձեզ խափում։ Այդ մարդկանց որպես սեփականատեր կլորիկ գումարներ են հատուցելու իրանց ապօրինության համար։ Այդ դուք եք վճարելու։ Չէ, բացի այդ միջազգային որևէ ատյանում սեփականության սեփականության իրավունքը քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դասական բանձիտ է դառել։ Առավոտը արթնանում է, անպայման ինչ-որ բան խլելու անոնս է տալի։ Ո՞վ է խլելու մասին խոսում։ Այդ բանը իրա զանգված է, իր ընտրողները ասում են, այո, այո։ Այսը մեզ է չէ տալու։ Մի բան ասեմ, էլի։ Օլեգ Աբրահամյանի տունն է ժողովրդին հիմա պատկանում, թե Golden Palace-ը ծաղկած։ Ոնց իրենց սրտի օլիգարխին է պատկանում։ Կամ, որ օրինակ Ռոմանոսը գնացել է հիմա հեծի կառավարիչը ինչա։ Այդ կլորիկ աշխատավարձերից հրաժարվել է։ Չէ, այսինքն բնականաբար։ Սեփականության իրավունքը ժողովրդավար պետության ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Բոլոր նորմալ երկրներում դա սահմանադրական իմպերատիվ պահանջ է։ Հա, ոնց որ ընտրությունների օրինականությունը եւ այլն։ Եթե դու դրան կպար, ասենք պատկերացնում եք Թրամփի ունեցվածքին կպնեին, Քուշների Փեսայի Թրամփի ունեցվածքին կպնեին։ Դե բնականաբար նման բան անգամ անպատկերացնելի է։ Օրինակ միջազգային մակարդակում էլ նման բան չի տեղի ունենում։ Օրինակ կարող են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները խիստ լարված լինել, բայց Բաքվի ավտորիտար իշխանության մտքով երբեք չի անցնի Total Energy-ից վերցնել այն սեփականության են իրավունքները, որ ունի։ Մենակ Հայաստանում ասում բանդիտական ավազակախումբ է, գործ ունենք Նիկոլը եւ 40 ավազակները սցենարի հետ։ Չգիտեմ 40 կան այդ ուսապարկերը թե չէ, պայմանական ասեցիք։ Իդեպ հիշում եք, որ բանում Էմիրություններում մրցանակ ստացան ինքն ու Ալիևը դիսեց, այո, որպես կանոն բոլոր երկրների ղեկավարները, երբ որ ստացել են կամ հանրային դեմքերը գործիչները երբ որ ստացել են այդ մրցանակը իրենք բարեգործություն են արել Նիկոլ Փաշինյանը չէ իր հաշիվների մեջ միանգամից պահել վերցրել է տալիս են այդ բանը ես վստահ եմ նույնիսկ չեն պատկերացնում մարդիկ թե Փաշինյանը ինչքան է սիրում փող ինչքան է սիրում չեն պատկերացնում որտեվ ասում այս դեպս պերաշկի ու տող են հա ու գազար կրծող ուրեմն մի առիթով երբ որ իրան պետք է լինում ցույց տալ որ իբր տնտեսությունը բանը զարգացել է խեղճ թոշնականների լառնակա թե որտեղ է թրցնում խոսում է որ ամեն ինչ կարող են ուտել սնվել մի դեպքում երբ որ իրան պետք է որ բոմժի կարգավիճակով ներկայանա հասարակությանը դա ասում է սովորական պերաշկի ուտող տղա է Դե ինչ ասեմ հիմար են բոլոր մարդիկ հատուկ կանոնների մեջ է, չէ՞։ Հավատում են։ Չէ, եթե դրան հավատացող կա, ուրեմն այդքան մարդ դեմ Հայաստանի անկախության գաղափարի։ Հա, բայց տեսնում իրենց միլիոնները։ Տեսեք մերպես պերաշկի աուտում, տեսեք մերպես ատամները չի սարքում։ Եվ այլն։ Դե հիմա կա, չէ՞, տես խոսույթ կա։
Հա, հիշեցի, լավ, չէ, այդ պատկերը քշ-քշ, շատ կարևոր բան ա եղել, հարգելի հայ ժողովուրդ, Սաակաշվիլին բանտից բանա շնորհավորել է Հանրապետության օրը եւ ինչ է ասել, հիշացրել է, որ տեսեք Իվանիշվիլին ինչ բերեց Վրաստանի գլխին, հիմա ոչինչ, որ ձեզ զրկեն գազից, ասում է մի կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար տրամադրված լինեք գործող կառավարության հանդեպ, Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով, Հայաստանը կարող է անել նույնը, տեսնում եք, Սաակաշվիլին եղբայրը հասել է գազի մատակարարումները վերականգնել է, Սաակաշվիլին Բերդում թարմ լուրեր չի ստանում, սա մեկ, երկրորդը միայն ռուսական գազից չզրկեց Վրաստանի Սաակաշվիլին, անվերադարձ եւ անշրջելի Վրաստանը կորցրեց իր տարածքի մի մասը եւ դրա համար կոչ անում, ասում է Նիկոլ Փաշինյանին ընտրեք։ Տանկերի ձայները Թբիլիսիում լսվում էր, ոնց էր փողկապը ծամում Սաակաշվիլին։ Սա այն դեպքն է, երբ որ հոգեկան անհավասարակշռություն ունեցող երկու մարդիկ իրար ձգում են, Սաակաշվիլու Վրաստանը ճիշտ այն բանի մասին է, ինչպիսին չպետք է լինի պետությունը։ Նիկոլի Հայաստանը հակապետականության մաստեր կլաս է։ Հիմա նույն Սաակաշվիլուն, որ հեսա կբռնենք վետիշացնեն բնականաբար էս տարածեն, ուզում եմ մի բան հիշեցնել։ Սաակաշվիլի Վրաստանը ամենահակահայկական պետությունն է եղել։ Չէ, վրացական պատմության մեջ այդ շրջանը ամենահակահայկականն է եղել, որտեվ Սաակաշվիլին թուրքական եւ ադրբեջանական գործոնը Վրաստանում անսահմանորեն ուժեղացրած պետական գործիչ է եւ նա չէր էլ թաքցնում, որ իր հիմնական դաշնակիցները Ադրբեջանն ու Թուրքիան են, Վրաստանի համար դա գուցե սարսափելի չի, որտեվ իրենք գոյաբանական վտանգ չունեն ոչ ադրբեջանցիներից, ոչ թուրքերից, այսինքն Բաթումի եւ այլ տարածաշրջանների օրինակով հենց Սաակաշվիլու քաղաքականության հետևանքով Վրաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Այո, թուրքական Եթե հետևենք Սաակաշվիլու խորհուրդներին, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի սպառնում է նույն ճակատագիր, բայց մի շատ կարևոր օրինակ տարբերությամբ։ Թուրքերը եւ ադրբեջանցիները գոյաբանական վտանգ չեն ներկայացնում վրացիների համար, իսկ մեր համար գոյաբանական վտանգ են ներկայացնում։ Բացի այդ, ի վերջո Վրաստանը ծով ունի։ Հետո Սաակաշվիլու դեպքը մի հատ ուրիշ բաների մեն է հետաքրքիր։ Սաակաշվիլին լավ օրինակ է, ոնց կարող են արևմտյան էլիտաներ ինչ-որ մեկին օգտագործեն ու շպրտել, բառիսկական իմաստով։ Իրա վերջի փուլը ազատության մեջ շատ նվաստացուցիչ պայմաններում անցել։ Բեռնախցիկով հասնել Վրաստան, հետո կալանավորվել, ու հետո հարազատ արևմուտքը քեզ տենց շպրտի, դառնաս ամենաչակերտավոր էլիտար կալանավորներից մեկը, հա։ Եթե մենք շարունակենք լսել Սաակաշվիլու խորհուրդներով, երկիրը կհայտնվի գոյաբանական վտանգի առաջ, իսկ այդ կինոյի վերջում Նիկոլ Փաշինյանը կհայտնվի Սաակաշվիլու կարգավիճակում։ Իր շահերից ելնելով Նիկոլին խորհուրդ եմ տալիս Սաակաշվիլուն չլսել։ Մենք այս պահին, երբ որ ձայնագրվում է մեր հաղորդումը, Փաշինյանը կառավարություն է գնացել, ճեպազրույց է տալիս, մի քանի հայտարարություններ է արել։ Այսօր վարչապետ է, չէ՞։ Այսօր այս պահին հիմա վարչապետ է աշխատում։ Հայտարարել է մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ հանգիստ առանց նյարդի համբերատար կաշխատենք եւ բոլոր խնդիրները կլուծենք, նաեւ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև փորձում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար, արդեն մարդու ծիծաղ է գալիս այն դեպքում, երբ որ վախենում է ըստ էության։ Վաղը Աստանայի հանդիպումից սա վախենում է։ Հարգելի Սաթիկ, դուք հասկանում եք, չէ՞, որ հայ-ռուսական հարաբերությունները ասիմետրիկ են։ Հավասար հարաբերություններ չեն, բազմաթիվ պատճառներով։
Հիմա դուք հասկանում եք, չէ՞, որ կարևոր չի ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի տպավորությունն է այս բaragայում։ Կարևորը այն է, ինչ են մտածում այնտեղ, որտեղ իրանք ազդեցության լծակներ ունեն, դու չունես։ Հիմա այս շատ ծիծաղալու է այն հայտարարությունների նման է, որ ասում են դե մենք ապարզան չենք ուզում։ Բան ապարզանի հարց չի կարող առաջանալ։ Եղբայր, կարևոր չի դու ուզում ես թե չես ուզում։ Քեզանից են ապարզան ուզում։ Նիկոլ Փաշինյանն ու Արադ Միրզոյանը շատ նման են այն գործի վրա բռնված կանանց, որ բռնել են գործի վրա, ասում են բաժանվի, ասում են չեմ ուզում բաժանվել։ Այս տղամարդիկ էլ կան, միայն կանանց վրա մի օր։ Հա, տղամարդիկ էլ կան։ Հա, այս տեսակն էլ կա, էլի։ Էսի ավելի լավ տղամարդկանց ասեմ, միայն կանանց վրա չէ։ Հա։ Որ ասում եմ, Գենդերային էգոիզմ արեցի, լավ, հա, հիմա հեշտ կարևոր չի դու ինչ ես ուզում։ Սրանք գիտեք, չէ, նույն ձևով ասում էին, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայկականությունը կարող է ապահովել։ Հիշում եք մի ժամանակ էլ էդ էին ասում։ Ասում էին, ով ասես, որ Արցախից պիտի հայերը դուրս գան։ Այնտեղ իրանց համար պայմաններ կստեղծել, նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրը մարդը ասում էր, բանա, Արադ Միրզոյանը այնտեղ էթնիկ զտումներից էր խոսում, Բայրամով շրմփցրեց, չէ, Նիկոլ Փաշինյանի ճակատին, ասեց, բանի Միրզոյան Արարատի, ասեց, ձեր վարչապետը ասում է, որ խաղաղ ժողովրդի դեմ Ադրբեջանը ոչինչ չի արել։ Այսինքն, հենց սրանք ասում են, հələ որոշման պահը չի եկել, ուրեմն իրաց փոխարեն արդեն որոշել են։ Չեք տեսնում, ասում են, բանակցությունների ընթացքում սահմանադրության փոփոխության հարց, 300,000-ի վերադարձի հարց չի քննարկվել։ Ալիևի խոսքերը հիմա կարող եմ խնդրել դնել նորից։ Բայց իսկապես բանակցություններում չի քննարկվում։ Վաղուց բանակցություններում իր հետ ոչ մի։ Բայց դա պարտադիր պայման է եղել իրենց քաղաքականության մասին։ Խնդրեմ պատրաստ իրանք ակամայից Ալիևը ճիշտ է ասել։ Ես Ալիևի խոսքը շատ լավ եմ ասում։ Իսկապես չի քննարկվել։ Ալիևը իր հետ որևէ բան չի բանակցում։ Ուղղակի ասում է, այս պիտի անես։ Չէ, հստակ ասում է եւ դա իրենց կարևոր պետական քաղաքականությունն է։ Թրիպից հետո է ասել, ես հիմա շատ կոնկրետ կասեմ։ 2025 թվականի հոկտեմբերի վերջին Ալիևը հյուրընկալվել է 24 թվականի 25 թվականի։ Հարցազրույցն եք ասում։ Չէ։ Թրիպից հետո Ալիևը 25 թվականի հոկտեմբերին հյուրընկալվել է Գիտությունների ակադեմիայում իրանց երկրի, որտեղ շատ ծավալուն վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի մասին է խոսել։ Ավելին, դրանից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահի գրասենյակից ավելացել է Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ին տրվող ֆինանսական ռեսուրսները։ Երրորդ բանն էլ ասեմ, որ էլի թրիպից հետո են սկսել անել։ Այս Արևմտյան Ադրբեջան ՀԿ-ն բոլոր միջազգային կառույցները, թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը հեղեղել է տասնյակ փաստաթղթերով, այսինքն այդ իրանց վերադարձի Արևմտյան Ադրբեջանի թեզերը իրանք փորձում են միջազգային մակարդակում լեգիտիմացնել։ Հստակ, սա Ալիևի կողմից խրախուսվող պետական հակահայկական ծրագիր է։ Ավելին, վերջինը ասեմ, հունիսի 18-ից 19-ը մեր քթի տակ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի ունենալու վերադարձ խորագրով ֆեստիվալ փառատոն գիտաժողով, որտեղ ամբողջովին տեղ են գտել բոլոր այն նարատիվները, որոնք իբրև թե պաշտոնական Ադրբեջանը չի խրախուսում, բայց այդ փառատոնը ինչի մասին ասում եմ, հովանավորվում է Նախիջևանում Ալիևի ներկայացուցիչի գրասենյակի կողմից։ Հիմա ես կխնդրեմ նաև մեր հեռուստադիտողի համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը անընդհատ հայտարարում են իբրև թե նման բան չեն խոստացել, չեն պայմանավորվել իբր թե 300,000 ադրբեջանցիների մասին, խնդրեմ լսենք եւս մեկ անգամ 24 թվականի դեկտեմբերին Ալիևի հայտարարությունը, որին նրանք չեն պատասխանել։ 25 թվականի հոկտեմբերին էլ չեն պատասխանել։ Չեն պատասխանել, ասենք այսպես խոսում են փողոցներում, վեր կացեք, բարձր ամբիոններից պատասխանեք, խնդրեմ, լսենք։ Община выходцев из Армении, которые были депортированы там в конце 80-х, начало 90-х годов, азербайджанцев, порядка 300 тысяч.
она обратилась официально к руководству Армении с тем, чтобы и для них были бы созданы такие условия для возвращения и для реинтеграции. Уже в Армении. Уже в Армении. То, что они были депортированы оттуда в начале 90-х годов, не говорит о том, что у них нет прав вернуться. Конечно. Поэтому мы до сих пор не получили ответа от руководства Армении, как они видят процесс реинтеграции азербайджанцев на их исторические земли. Думаю, что если эти два процесса будут идти параллельным курсом, то это создаст еще лучшую общественную атмосферу для мира. Потому что мир – это не только подпись под мирным договором, это еще общественный консенсус. А раны, которые мы, как говорится, получили за годы оккупации, еще не затянулись, несмотря на 30 лет. То есть это нужно время, а для этого нужен общественный фон, нужно общение, нужно говорить на человеческом языке. Вот примерно такая ситуация сейчас. Խնդրեմ պատասխանել են ոչ Ալիևը հայտարարում է որ 300,000 ադրբեջանցիները դիմել են Հայաստանի կառավարությանը որպեսզի ապահովեն նրանց վերադարձը պայմաններ ստեղծել։ Շնորհակալ եմ այս բանի տեսանյութի համար շատ գրագետ ձևով հիմնավորեց մեկ այլ թեզել որ խաղաղությունը դատարկ թուղթ չի որ ստորագրես եւ հաստատվի Կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիև էս դեպքում ասեց ոչ թե մենք ընդդիմադիրներս այսինքն այնտեղ Բաքվում նստած իշխանության ղեկին մեկը որ միջազգային հարաբերությունները շատ լավ պատկերացնում է ինչա եւ ոչ միայն այս ելույթին 2025-ի հոկտեմբերին էլ չեմ պատասխանել երկու շաբաթ առաջ Հիկմետ Հաջիևը էլի 300,000-ի մասին խոսել է չեմ պատասխանել փոխարենը Երևանից սկսած Facebook-ում իշխանամետ հայացքներ ունեցող մի շարք օգտատերերի գրառումներ եմ կարդացել, որոնք առաջարկում են, որ ինպես մարդկանց, այսինքն ինպես եմ ասում, բոլոր են մարդկանց, որ խոսում են 300,000 ադրբեջանցու վերադարձի վտանգի մասին, այդ մարդկանց 297 հոդվածի հատկանիշներով ենթարկեն քրեական պատասխանատվության, այդ միանգամից ասեմ, այն հոդվածն է, ինչի պատճառով Արմեն Գրիգորյանը խոշտանգվեց եւ մահացավ բանտում, կան ադրբեջանցիների նկարման մատելության հրարում։ Այսինքն որ իրանք ոչ միայն այդ 300,000-ը իրանց մտքի մեջ ընդունել են արդեն Նիկոլն ու 40 ավազակները, այլ կամ 40 ուսապարկերը, այլ պատրաստվում են քրեական հետապնդման գործիք ստեղծել են ընդդիմադիրների դեմ, ովքեր այդ մտավախության կամ այդ ռիսկի մասին կբարձրաձայնեն։ Հետո նույն ձև հիշում եք, ով ասեց, որ մենք սահմանադրություն ենք փոխել, հիմա չեմ փոխում սահմանադրություն։ Ես էլի ունեմ ձայնագրություն, ուղղակի հիմա չեմ բանանի։ Չէ, անիմաստ է, որտեղ Ալիևը առաջինը ինքն է արել միջազգային ընթորում Ադրբեջանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել էր, քննարկում է տեղի ունեցել եւ հենց այդ դեսպանների ներկայությամբ, այդ թվում Մեթյու Բրայզանն էլ էր չարաբաստիկ մասնակցում, հայտարարեց Ալիևը, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Առաջի բանը հենց Ալիևն է հնչեցրել։ Ուրեմն տեսեք, դա արդեն միայն Ադրբեջանի պահանջ չի։ Այն ազգային ժողովի ոչ բարով նախագահ ունենք։ Ալեն Սիմոնյանը։ Դա որ Թուրքիայում էր 1 ամիս առաջ։ Հիշում եք, չէ՞։ Ակամայից խոստովանեց, որ Թուրքիան դարձել է Ադրբեջանի պատանդը, դրա պատճառով չի կարգավորում, երբ որ հարցրել էին ինչի, նա բացատրում էր, որ այնտեղ սահմանադրության փոփոխության պահանջ կանի, որ Ադրբեջանը դրել է մեր առած, սպասում են, որ դա էլ բավարարենք։ Ընդամենը 3 օր առաջ Անկարայում Ադրբեջանի դասպան Մամեդովը առանց երկիմաստության շատ պարզ ասել է, որ ընտրություններից հետո ակնկալում են որ արագ տեղի կունենա սահմանադրական հարակվեն, որից հետո կարող է պատուհան բացվել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Բայց այդ պատուհանը չի բացվելու։ Դրանից հետո հրապարակագալու անկլավների վերադարձի պահանջը, դրանից հետո ասելու են անկլավներում պիտի վերաբնակեցում լինի,
Դրանից հետո ասելու են, որ այդ վերաբնակեցված ադրբեջանցիների համար օրենսդրությունն ու սահմանադրությունը մեր պիտի շոր դրույթներով հարստացվեն, որպեսզի այդ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն։ Մի խոսքով նման բաներ։ Ես վերջերս Տիգրանաշեն գյուղում էի, որը պատրաստվում է արդեն հանձնել։ որ ինքը հոգեբանորեն արդեն Արդեն հանձնվել է, քյարքի անվանեցին, որովհետև ես ցավով տեղեկացա, այդ որում բավականին բարեկարգ դպրոց էր, այդ գյուղի դպրոցը, ցավով տեղեկացա, որ սեպտեմբերի 1-ին փակվելու է այդ դպրոցը, որովհետև ընկնում է այն դպրոցների ցանկում, որոնք փակում են։ դե հիմա ինձ ասեք, եթե միտեղ ընդամենը մի 40-50 մարդ է ապրում, դպրոցն էլ փակվի, այդ այդտեղ մարդ մնալու է, թե ոչ։ Դե հիմա თუ ինձ մեկը ապացուցի, որ անկլավների հանձնումը չի նախապատրաստում։ Բայց այդքան որ Արցվաշենը գոռում։ Արցվաշենը ստրատեգիական որևէ նշանակություն չունի Հայաստանի համար, եւ Արցվաշենը մենք 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանից, պահել չենք էլ կարող այսօրվա իրավիճակում։ Բայց այդ 4 գյուղերը հանձնելով Տիգրանաշենն ու Տաուշի գյուղերը մենք կորցնում ենք վերահսկողությունը Հայաստանից Իրան տանող եւ Հայաստանից Վրաստան տանող ճանապարհի նկատմամբ եւ ստիպված նոր լուծումներ պիտի։ Այո, ճեղքում է Հայաստանը մի քանի մասերի է բաժանում։ Ստրատեգիական մեծ կորուստներ ենք ունենում։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին, մեջբերեմ ասում է Ծառուկյանը, որ ասում է ապացուցի, որ ես շպիոն եմ։ Բաուտար երկրի հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։ Այդ ժարգոնն էլ ասում եմ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզանով էլ կզբաղվենք Ծառուկյան Գագիկ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որց կլինի անպայման խոստանում եմ։ Մի ուղակի դրվագ հիշեցնեմ, հա, հարգելի հետևորդներ, գուցե շատերը հիշում եք խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեպքը, երբ որ խնդիր ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, մանրամասների մեջ չմտնեմ, դա հայտնի է Նիվայի դեպք անունով, հա, նույնիսկ Գագիկ Ծառուկյանի շողքը չէր երևացել գրասենյակի մոտ։ Բոլորի ստիպում էր, խնդրում էր, որ դատապարտող հայտարարություն։ Ոչ միայն դա, ինքը փակել էր ներսից, իր կաբինետում ներսից փակվել էր, հա, եւ աշխատակիցներին բոլորին ասում էր գնացեք ցուցմունք տվեք Ծառուկյան Գագոյի վրա, գնացեք, բայց դեռ Ծառուկյան Գագոյի շողքը չէր երևացել, հա։ Հիմա այս ասեմ, ես լպի։ Այնտեղ եք եղել, կարող եք պատմել, հա, բոլորին զանգում էր Արադ Զուրաբյանին, Խաչատուր Քոքոբելյանին, բոլորին հասեք փրկեք։ Ես եմ եղել, Անդրանիկ Մանուկյանն է, եկե, Արադ Զուրաբյանը, Քոքոբելյանը եւ մի շարք մարդիկ, հա, ինքը այդ ամեն ինչ այդ վախը, ֆոբիաները, հետո բեմականացումը անպայման ուզում էր, որպեսզի մտածածին ձևով այդ գործը կապի Ծառուկյանի հետ եւ այլն եւ այլն։ Հիմա այս Լպիրշ Վառապաշարի համար ինքը պատասխան է տալու, թող չմտածի, որ հիմա անհետևանք կարող է ասենց հիմարություններ դուրս տալ, հետո պատասխանատվության չի ենթարկվել։ Ինքը դատավոր ու դատախազ չի, որ անմեղ մարդուն տասնամյակներով բերդում պահի, թող ինքը իր ապագայի մասին մտածի, որ հաստատ որցի հետ անցկացրելու Նայիրի Հունանյանի խցում այդ կարգի, իսկ առույցների անունից մի հավաստի լուր փոխանցեմ Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանի առույցները հրաժարվել են իրան ընդունել չթունավորվելու։ Այդտեղ չստացվեց, հա, այնտեղ չստացվեց։ Դե լկտի հայտարարություններ, պարոն Սուրենյանց, տեսեք, հիշում եք, Կայա Կալասից նա աջակցություն խնդրեց, Կայա Կալասը հայտարարեց, Եվրոչինովնիկ Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանը դիմել է մեզ մոլդովական սցենարով, Մոլդովայի օրինակով աջակցենք իրեն եւ մենք արդեն գտնվում ենք մոլդովական Հայաստանում, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու եւ գրելու, կամ ռումինական, դե սկզբում ռումինականն էր, հետո մոլդովականը, այսպես ասած։ Ուղղակի այդ մոլդովական սցենար են ասում, որ հանկարծ այդ խայտարակությունը չամրագրվի, որ իրանք իրանց անդամ երկրի
ներքին գործերին էլ այտենց կոպիտ միջավայր։ Ռումինիային է նկատի ունեք, հա, բայց մոլդովականը շատ հետաքրքիր իհարկե, եթե մոլդովական սցենարն են ուզում իրականացնեն, ինչ էր նույն Խադարկովսկու Միխայել Խադարկովսկու եւ Ռուսաստանում ինոագենտ ճանաչված այդ փախուստի դիմաց բաների, հա, ինոագենտների, ակտիվիստների, այդ Սորոսամեր շրջանակների միջոցով, NDI-ների, IRA-ների, այդ ամերիկյան հետազոտական ընկերությունների միջոցով, այդ կենտրոնների միջոցով իրենք սկսում են լցնել, ուղղորդել հասարակական կարծիքը, սա լրտես է, գործակալական ցանցի մաս է կազմում, չգիտեմ, կալանավորել, հիմա սկսելու են կալանավորել, այսինքն բացի են, որ Թևանյանին արդեն կալանավորեցին այդ անհեթեթ այդ բանով, բայց նաև հիմա սպասվում է, որ օրինակ կարող է Նիկոլ Փաշինյանը հիմա վտանգ է տեսնում հատկապես 3 կուսակցությունների կողմից։ Չէ, թաքցնում։ Այո, ըստ մոլդովական սցենարի, հիմա մենք պետք է տեսնենք արդեն դեպի վերջին 3 օրերը արդեն ընտրությունից առաջ։ Գիտեմ, դրա համար սցենարը հստակ պարզ է։ 3 օր առաջ ընտրությունից իրենք պետք է հիմա մի քանի հոգու հիմնական կուսակցությունների խաղից դուրս անեն, չթողնեն մասնակցել եւ այլն։ Ինչ է սպասում, դուք ինչ ընդդիմությունը ունի այդ սցենարին դիմակայելու համար, ինչ է մտածում։ Նախ ես ձեր երեկվա գրառման հետ լիարժեք համաձայն եմ Facebook-յան, որ արդեն մոլդովական արդեն մեջն ենք մոլդովական սցենարը։ Ըստ էության ամբողջ ցավալով ներդրված է եւ կիրառվում է, դերևս չենք հասել կուսակցությունների ֆիլտրմանը, կասկած չունեմ, որ էդ էլ ենք տեսնելու։ Դե դա պետք է անեն, այդ եմ ասում, ընտրությունից 3 օր առաջ։ Հիմա ես մի քիչ հերվից գամ։ Տեսեք, առաջի 2 օրը Քարոզ Արշավի, Նիկոլ Փաշինյանն էլ չնայած իր տվայտանքներին եւ այլն, փորձել էր ինչ-որ ցիվիլ բանի մեջ մտնել, հիշում եք, փորձում էր խաղաղությունը վաճառել ժողովրդի վրա, բան, այս կարգի էլի։ Չաշխատեց։ Պոզիտիվ բաներով։ Հետո երևույթին իր ներքին եւ արտաքին կուրատորները հուշեցին, որ չի աշխատում դա։ Ժողովուրդը այդքան էլ քո կողմնակիցների պես զոմբավորված վիճակում չի եւ չի ընդունում այդ կուտերը։ Անմիջապես Նիկոլ Փաշինյանի խորհուրդ տվեցին մի զամբյուղի մեջ տեղադրել բոլոր ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, չնայած այն հանգամանքին, որ ուժեղ Հայաստան դաշինքը ԲՀԿ-ն միանգամայն տարբեր են, իրենց քաղաքական հետագծով, ծրագրերով, օրակարգով, թիմերի կառուցվածքով եւ այլն, բայց բոլորից դրեց մի զամբյուղի մեջ, անունել կնքես պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Իրականության մեջ այս մարտավարությունը Նիկոլ Փաշինյանի չաշխատեց, որովհետեւ նախ բյուրեղացրեց ընդդիմադիր էլեկտորատները, տենց է, չէ, որ իշխանությունը թիրախավորվում է, բյուրեղանում է։ Եվ սոցիոլոգիայի կանոնով չկողմնորոշված քաղաքացիների մի զգալի հատված սկսեց հարել այս 3 կուսակցություններից որևէ մեկին։ Դա սոցիոլոգիայի դասական կանոն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի հետոյի նյարդայնությունը հենց դրանից եղավ։ Նա ասում էր պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց առանձին գործիչների մի փուլ չէր թիրախավորում, չէ՞, հետո անցավ արդեն Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, թիրախավորումներ, ամենափողոցային այժմ բառապաշարով, ընդ որում հիշում եք Նվեր Ծառուկյանի մասին ոնց էր խոսում, հիշում եք այդ բաները։ Ու բոլոր դեպքերում ինքը խոսք է ասել փողոցային, հետո դրան իրավական փաթեթավորում է տվել գլխավոր դատախազությունը։ Գոնե մեր հետ կապված 3 դեպքերում՝ Նվեր Ծառուկյան, ցեմենտի գործարան եւ Թևանյանի գործը։ Հիմա հիմք չունենք, չեմ մտածելու, որ այս իր ասածներն էլ շոր փաթեթավորում է ստանալու իրավական։ Հիմա իր կուրատորները իրան երկրորդ ճակատագրական սխալն են հուշում։ Ասում են, որ այդ 3 ուժերից որևէ մեկին այ մոլդովական մոդել պետք է անես ու ֆիլտրես։ Առնվազն մեկին, լավ, այսպես ասեմ։ Ես ասեմ, որ սա լինելու է իր անշրջելի ճակատագրական սխալը, որովհետև օրինակ, եթե ֆիլտրում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, այդ դաշինքի, որն այս պահին ընդդիմության ֆավորիտն է, այո, առաջին տեղով է։ Այո։ Ոչ թե այդ էլեկտորատը գնալու է նստի տունը, այլ վստահաբար այն մնացած 2 նաև Թաթոյանի կուսակցության օգտին են գնալու քվեարկե, ճիշտ է։ Իսկն հաստատ չեն գնալու տունը, որովհետև պլյուս դրա եւ առավել եւս Նիկոլ չեն ընտրելու բնականաբար։ Պլյուս դրա, երբ որ դու ընդդիմության
ֆավորիտին ես անում, հեղափոխական վիճակ է ստեղծում։ Սա մեկ։ Եթե ֆիլտրի Ռոբերտ Քոչարյանին փորձի ֆիլտրել, դուք գիտեք, որ անկախ ինչքան է Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատը բավականին քաղաքականացված եւ մոտիվացված էլեկտորատ է, դա, եւ ելի հաստատ կողմնորոշվելու է դեպի գործող ընդդիմադիր բևեռները։ ԲՀԿ-ն քարոզարշավից շատ կարճ ժամանակում շատ մոտիվացված եւ շատ էներգետիկայով հարուստ էլեկտորատ ձևավորեց, ուժեղ խարիզմատիկ առաջնորդով, մեր էլեկտորատը ամենակարգապահն է լինելու, որովհետեւ խարիզմատիկ լիդերի մեկ կոչով մեր ֆիլտրվելու դեպքում գնալու է ձայն տա դաշտում եղած ընդդիմադիր սեգմենտներից մեկին։ Բացի այդ, եթե ինքը գնա ֆիլտրումների ճանապարհով, ընդամենը իր իշխանությունից հեռացման սցենարը դարձնելու է ցնցումներով ուղեկցող։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հատուկ մի բան ասեմ։ Քո իշխանությունը սպառված է։ Եթե ուզում եք անկեղծ, հունիսի 7-ը Նիկոլ Փաշինյանի համար առաջին հերթին շանս ու վերջին շանսն է, այլևս նման շանս իրան չի տրվելու։ Ինչի շանս։ Անցնցում հեռանալու։ Հունիսի 7-ից հետո, եթե հարամություններով, դաղալությամբ, իրան բնորոշ հիստերիկայով, այդ գժական էլ արդեն ճեղքեր կան։ Այո, եթե գժականով, հարամություններով ինքը նույնիսկ իշխանություն պահի, սալնելու է շատ կարճատև եւ շատ մեծ ցնցումներով հեռացվող իշխանություն։ 2026 թիվը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին տարին է։ Ինքը հնարավորություն ունի։ Ընդդիմությունը պատրաստ է փողոքացային պայքարի։ Իհարկե պատրաստ է։ Այսինքն որովհետև իրենց ժանրը այդ մոլդովական սցենա, բայց մոլդովական սցենարը մեկը այդքան արեցին, այդ Մայա Սանդուի համար ինչ ասես, էլ կեղծ արտահոսքեր, էլ իբր թե Պուտինի շպիոն, Պուտինի, չգիտեմ, Կրեմլի շպիոն, այս ինչ ասեք։ Ինչ ասեց։ Մեկը սփյուռքով մի կերպ հաղթեց այդ 55%-ը, բայց մի շատ կարևոր առանձնահատկություն կա, բացի այն, որ Հայաստանի սփյուռքը չի կարողանալու մասնակցել, սփյուռքով չեն կարողանալու Փաշինյան։ Ավելի դեմ իհարկե։ Ավելին, Մոլդովայում այդպիսի ընդգծված ֆավորիտային ընդդիմություն չկար։ Այնտեղի ընդդիմությունը հարգանքով իհարկե Մոլդովայի ժողովրդի հանդեպ թույլ էր, բան է։ Այսօրվա Հայաստանի ընդդիմությունը այնուամենայնիվ ամենակոնսոլիդացված ընդդիմությունն է, նույն օրակարգը սպասարկելու տեսանկյունից։ Նույնիսկ տարբերություններով, մեջների իրենց տարաձայնություններով շատ ավելի կուր ու բանը ավելի մեծ զանգված է։ Եթե ամսի 7-ին Նիկոլ Փաշինյանը գնա տոտալ կեղծիքների կամ այդ կուլտուրական ասած մոլդովական մոդելի կիրառմանը, միանշանակ ասում եմ ստանալու է հեղափոխություն։ Դա մի օր կտևի, երկու շաբաթ կտևի։ Ինձ հասած տեղեկություններով ինքը Մակրոնին ասել է, որ իբր թե 40-41% ունի, հիմա էս իրանց աջակցությամբ, որ Մակրոնը ստեղ էր 55 կարող է ունենալ ու հույս ունի, որ այդ մյուսներով են, որ աճացրել են Գուրգեն Սիմոնյաններ, բաներ աճացրել են, այդ Գուրգեն Սիմոնյանը հարգելի հետևորդներ։ Դա դրսի պրոյեկտ է Արմեն Գրիգորյանի աղքի այսպես շրջապատի մարդ է, ես էլ լուսանկարներ, ապացույցներ ամեն ինչ ունեմ, այնպես որ այո, դրան աճացնում էին, հա, գուշակների բաների էին հանում խոսացում դրա մասին, իհարկե դա հատուկ տեխնոլոգիա է։ Նրան էլ մի քիչ կանցկացնեն, նրանով էլ մի քիչ կանցկացնեն։ Իդեպ գիտեք, որ Արամ Զավենի Սարգսյանը ուզում է հոգեհանգիստը, արարողությունը հանի հայկական ավանդույթներից։ Ասում է, դե շատ է ծախս բան պահանջում անիմաստեղը, հոգեհանգիստը պետք է Մեղա ստեղ են ասել։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է շատ վատ վիճակում։ Ես զգուշացնում եմ, չէ, ընդդիմությունը տուն չի գնալու։ Այդ հույսը իշխանությունները չունենան։ Մենք 3 քաղաքական ուժերով, սրան գումարեք նաև Արման Թաթոյանի քաղաքական ուժը, որտեղ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ անցողիկության շանս ունի, ուրեմն որևէ մեկը տուն չի գնալու։ Մոլդովական սցենարի դեպքում ինքը ստանալու է հայկական հեղափոխություն։ Դա միանշանակ է, հույս չունենա, որ այս իր
Հա, բայց ինքն էլ հայտարարում է սա հեղափոխություն, երկրորդ Գիտեք, մի հատ կարևոր հարց է դրում եմ ուզում ձեր։ Ինքը արճակատման։ Թող դե գիտեք, այսքան հանդուրժեն կտրակ է։ Նիկոլը չգիտեք ոնց է մարտի 1-ին։ Որ հասարակությունը ակտիվ մասնակցես ոչ մի բան էլ չի կարող անել։ Բայց այս կոնտեքստում մի հատ հարց եմ տալի։ Ըստ օթում կախված լուրերի, ոնց որ ինքն է սիրում ասել, կամ այտենց ինֆորմացիա ունենք, որ ինքը զորահանդեսից հետո զինտեխնիկան թողելու է մայրաքաղաքում։ Այ հրապարակային այս եթերից։ Հա, որ գնան տեսնեն։ Իբրև թե։ Այո։ Ինձ թվում է, որ ինքը գնալ տեսնելու համար չի թողում, այլ թողում է հասարակական հնարավոր հուզումները աբեկելու, տենց օգտագործելու հասարակության դեմ։ Հիմա լեգիտիմ հարց ենք տալի, դա ճիշտ է թե սխալ է։ Օրինակ հանրային ցուցադրությունը ո՞րն է զինտեխնիկան։ Ես չեմ հիշում որևէ երկրում զորահանդեսից հետո ես չեմ հիշում։ Բանը կներեք բանը։ Անտեր գույքի պես 3 օր Ռազդան մարզադաշտի հարևանությամբ լցված էր այդ տեխնիկան։ Գիտեք, չէ՞։ 3 օր այդ ճանապարհը փագեր դեպի Կամուրջ բերող հատվածը հաղթանակ։ Ստադիոնից դեպի հաղթանակ Կամուրջ բերող հատվածը։ Դե նրա համար դա այդ զենքը դեկորացիա է։ Իսկ 3 օր լցված էր այդտեղ այդ ճանապարհը փագեր, քանի որ դա իմ ամեն օրվա ճանապարհն է, ես գիտեմ։ Ու լավ անվտանգության մասին մտածող մարդը տենց արի, այսինքն ուրեմն այնքան կներեք պիտանելություն չունի այդ սպառազինությունը, որ հնարավոր լրտեսների համար հետաքրքրություն չի կարող ներկայացնել։ Չէ՞ միակ հետևությունը։ Բայց ում ասեք թողում են, այնտեղ մտցնում են ներս, որ երկրներից ասեք ինչ ռանգի բան գալիս է, տանում են ներս։ Կամ էլ վիրավորվել էր, ասում է Ծառուկյանի մի հատ խոսքից էր վիրավորվել, որ Ծառուկյանը ասել էր նենց էս այդ դրոշը խփե ոնց էր ծովից ծով Հայաստանից բերել։ Այդ քեզ վիրավորվել որ։ Բա որովհետև իրանք արագած են մակետ են սարքել, կանգնել տակը զորահանդեսի ժամանակ։ Մի բան ասեմ, էլի։ Իր ամենամեծ ստորություններից մեկը մեր ազգի համար շատ կարևոր սիմվոլների Արագածի եւ Արարատի հակադրությունն է։ Արարատն էլ է հավասարապես քաղաքակրթական առումով մեր Արագածն էլ շատ շուտով հատիսնել շատ մեծ փառք ձեռք բերի այդ Հիսուս Քրիստոսի արձանի շեփոր շինարարությունը ավարտվի վերջանը։ Այսինքն չի կարելի իմ երկու սիմվոլ հակադրել իրար, երկուսն էլ իմն են, բայց չի կարելի նաև Արարատի քաղաքակրթական արժեքը այնքան նվաստացնել, որ Արարատին քաղբանտարկյալի կարգավիճակում դնել։ Իդեպ մի հարց տամ, հետո շարունակեմ նրա հայտարարություններից մեկը ու ամփոփենք։ Ենթադրենք այդ թրիփը, որը իր ակտուալությունը արդեն կորցրել էր եւ հիմա չգիտենք ինչ են խոսել Պուտինն ու Թրամփը, չգիտենք ինչ են խոսել Թրամփն ու Չինաստանի նախագահը, որ շատ կարևոր։ Մենք չգիտենք այս բանակցությունների Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների փաթեթի մեջ վստահ եմ կլինի Հայաստանը եւ Հարավային Կովկասը բնականաբար միայն Հորմուզի հարցը չի կամ այն պայմանները, որը առաջ է քաշել Իրանը, վստահ եմ միայն դրանք չեն, այսինքն Հայաստանի հարցն էլ կլինի, բայց չգիտենք մենք այդ ամեն ինչը։ Ենթադրենք այս թրիփը փորձում են արդեն իրականություն դարձնել, որովհետև Թուրքիան, Ադրբեջանը հայտարարում են, որ արդեն 80%-ը Զանգեզուրի միջանցքի իրականացրել են, իրանց մասով արդեն ավարտում են շուտով, որ մի 2-ից 4 տարում դա արդեն կիրականացվի։ Իրանը ինչ է անելու, նստելու է նայի։ Ասեցի ոչ։ Եթե որևէ քայլ անեն, որովհետև սա նշանակում է ամերիկյան ներկայություն, եթե այսօրվա ստատուս քվոն պահպանվի, իսկ ես կարծում եմ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ստրատեգիական պարտություն են կրել, գոնե այն պահին, որ մենք խոսում ենք, ոչ մի խնդիր չեն լուծել, ընդհակառակը Հորմուզի նեղուցի ճգնաժամ են ստացել։ Իրանը չի հանդուրժելու իր քթի տակ, իր սահմանների երկյանքով ամերիկյան ենթակառուցվածքների ստեղծումը։ Դե ասել էր երրորդ երկրի ներկայացում հպայական անգրագետների համար խորհուրդ կտամ շատ ուշադիր իրանք քանի որ անգրագետ են եւ ըստ երևույթին Ալեքսեյ Օվերչուկը շփվելով իրանց հետ իրանց մակարդակը հասկացել է Ռուսաստանի փոխվարչապետ ովի դեպ
մի շատ զուսպ արտահայտվում բոլոր խնդիրների վերաբերյալ, ապրիլի 1-ին 10 գործակալությանը շատ ծավալուն հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր ի թիվս այլ բաների, որ Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժելու Թուրքմենչայի պայմանագրով հաստատված ստատուս քվոյի փոփոխությունը։ Ադրբեջանցիները վայնասուն էին բարձրացրել դրա հետ կապված։ Որովհետև այստեղ էականը ոչ միայն Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումն է, ի դեպ այդ թվից մինչև հիմա 100 քանի տարի արդեն ստատուս քվոն պահպանվում է։ Գրեթե 200 տարի ստատուս քվոն պահպանվում է։ Սա ոչ միայն դա էր ֆիքսված, այլ Իրանի եւ Ռուսաստանի կոնսոլիդացված դիրքորոշում է այս հարցում, որ դա իրանց համար կարմիր գիծ է։ Հետևաբար, հաղորդման սկզբում դրա համար էի ասում, կամ թրիփը ինչ-որ վարիացիայով իրականություն կարող է դառնալ Ռուսաստան Միացյալ Նահանգներ համաձայնությունների պարագայում, որպես Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ-որ երաշխիքներ ստանա։ Կամ թրիփ իրականություն չի դառնալու, որտեվ դա ուղղված է ստատուս քվոյի փլուզմանը հիմա ձևավորված։ Իրանը դա թույլ չի տալու, վստահ եղեք։ Տեսեք, Ուկրաինայից, երբ որ Թրամփը ստացավ այդ օգտակար հանածոների, այդ թանկարժեք մետաղների, այդ հանքանյութերի պաշարներից, հա, իր փայ վերցրեց, դրանից հետո ասեց Եվրոպա, դու ես այդ պատերազմը Ուկրաինայի սկսել, դու էլ գնա լուծի, այդ քո խնդիրն է, չէ՞, այսպես ամբողջությամբ գցեց Եվրոպայի գրպանը, ավելին Զելենսկին ոչ միայն նվաստացրեց, այլ նաև զրկել է ֆինանսից, զենքից, ամեն ինչից զրկել է, չէ՞։ Զենքեր ուզում նույնիսկ ասում էր ինձ պետք է, քեզ չեմ տալիս։ Այս վերջերս էլի դիմել էր Մերշելին։ Հիմա ստացվեց Թրամփը ստանալով այս ռեսուրսները, հանքանյութերը, մեր հեռուստադիտողները երևի լավ չեն պատկերացնում, թե դա ինչ է նշանակում, հա։ Ամբողջ Սյունիքը, դե Արցախն էլ էր հարուստ հանքանյութերով, Սյունիքը, Լոռու մարզը, չէ, Գեղարքունիք, մենք ունենք մարզեր, որ հարուստ են հանքանյութերով։ Այսօր ի դեպ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճեպազորիցի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ աշխատելու են նոր երկրաբանական քարտեզ ստեղծելու ուղղությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հանքային պաշարները կուսումնասիրեն ժամանակակից տեխնոլոգիաներով։ Բառացի մեջբերում եմ խոսքը, կան հանքանյութեր, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում բացառությամբ գիտական տեսանկյունից, բայց այսօր դրանք զգալի նշանակություն ունեն տնտեսության արտադրության եւ արդյունաբերության մեջ։ Հարգելի հետևորդներ, տևական ժամանակ է, 168 ժամ ահազանգ է հնչեցնում, որ կասկածելի չեխական Արնիկա անունը կրող մի կազմակերպություն Սյունիքում տարբեր հատվածներում Հայաստանի նմուշառություն է կատարում, նմուշներ է վերցնում հողից, չենք հասկանում ում համար են այս ուսումնասիրությունները անում, որովհետև Ադրբեջանը եւս հետաքրքրված է, ինչպես Արցախի անկերով, Բրիտանիան է հետաքրքրված։ Հիմա տեսեք այս հայտարարությունները, մեր հանքերը տեսեք ինչ է անում։ Իշխանության վերարտադրությունը փորձում ապահովել, իշխանություն հանքանյութերի եւ Սյունիքը տրանզիտ դարձնելու դիմաց ծրագրի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե դրանից հետո ինքը փորձի անգամ Թրամփից շոր անվտանգության երաշխիքներ խնդրել երկրի համար, Թրամփը իրան ցույց է տալու Ադրբեջանի եւ Թուրքիայի տեղը, ինչպես Թրամփը Զելենսկուն, երբ որ դիմում օգնության, ցույց է տալի Գերմանիայի ու Ֆրանսիայի տեղը։ Նույն սխեման է աշխատելու։ Թրամփը բիզնես նյուխ, բիզնես մտածողություն ունեցող անձնավորություն է։ Նա վերցնում է միանգամից այն ինչ որ իրան պետք է, դրանից հետո ձեռքերը լվում է եւ պատասխանատվությունից փախչում է։ Բազմաթիվ դեպքեր չեն մենք գիտենք։ Նույն Ուկրաինայի այսօրվա ողբերգական վիճակը հետևանք է նրա, որ վարչակազմի փոփոխությունից հետո Թրամփը ասում է դուք իմ դարդուցավը չեք։ Նույնիսկ ասում եմ քնկոտ ծերունին է պատերազմ բերե բան դա այն հիմա նույնը եթե Ուկրաինան ստրատեգիական ինչ-որ արժեք ունի Միացյալ Նահանգների ու Արևմուտքի համար, Հայաստանը դա էլ չունի։ Քո գոյատևման բանաձևը 100 անգամ Վաշինգտոնում եւ Բրյուսելում ձևակերպել են, ասում են
քո անվտանգության երաշխիքը Թուրքիայի Ադրբեջանի հետ լեզու գտնելն է։ Հա իհարկե։ Իհարկե։ Ունես որ այստեղ շատ մեծ, բայց դրա դիմաց մենք վասալային կախվածություն կունենանք, մի քան այս ընտրությունում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Հայաստանը դառնալու է Լիբանան, որ արտաքին քաղաքական կոնսորցիում ըստեյության, ինքը ձևով ինքնիշխան երկիր է, բայց բազմաթիվ երկրներ փայ ունեն մտած, այդ փայի շուրջ էլ որ ինչ-որ փուլում չեն կարողանում համաձայնության գալ քաղաքացիական պատերազմ։ Ըստեյության ստացվում է Նիկոլ Փաշինյանը պատերազմ է բերում այստեղ, ընդ որում շատ գլոբալ պատերազմ է բերում Հայաստան իրենց այս քայլերով։ 9 թվից սկսած Նիկոլ Սա ավելի վտանգավոր է, քան 44-օրյան նույնիսկ։ Իհարկե, սա որտեվ շատ ավելի մեծ խաղացողների շահեր է տրորում, բայց 2019 թվից սկսած Նիկոլ Փաշինյանը պատերազմի հոմանիշն է։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հարգելի համաքաղաքացիներ, կրկին շնորհավորում եմ Հանրապետության օրը եւ կոչ եմ անում բոլորին գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Դա չմասնակցությունը Նիկոլ Փաշինյանի երազած տարբերակն է, ամեն ինչ անում են, որպեսզի հայ ժողովուրդը չմասնակցի, վախեցնելու տեխնոլոգիաներով, շանտաժով, որևէ բանից չպետք է վախենալ, որևէ բանից։ Ես չգիտեմ այս աշխարհում Նիկոլ Փաշինյանից ավելի վախկոտ մարդ, եւ սա ասում ենք մարդիկ, որոնք նրան լավագույնս ճանաչել են։ Գնացեք քվեարկության, ցույց մի տվեք ԿՊ-ին, թե ում եք ընտրելու, ոչ մեկին մի ասեք։ Գնացեք քվեախցիկում, կրկնում եմ, դուք եք եւ Տեր Աստված։ Կատարեք ձեր ընտրությունը հանուն հայրենիքի, հանուն մեր պետության եւ որպեսզի մեզ գոնե ներեն այն բոլոր տղաները, ում արյունը նա թափեց 44 օրյա պատերազմում եւ ոչ միայն։ Կհանդիպենք։